Ողջույն, ես Տիգրան Խզմալյանն եմ, այսօր 2026 թվականի մայիսի 12-ն է, շրջենք ավազաժամացույցը, հունիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքը մեծ հաշվով կանխորոշված է աշխարհաքաղաքական իրավիճակով։ Ռուսաստանը ծանրագույն ռազմական, տնտեսական և գաղափարախոսական պարտություն կրելով Ուկրաինայում և ողջ աշխարհում հեռանում է մեր տարածաշրջանից, ինչպես հեռանում էր 100 տարի առաջ 20-րդ դարի սկզբին առաջին քառորդում, ինչպես 20-րդ դարի վերջում էր հեռանում, երկու անգամ էլ վերադարձավ, կվերադառնա արդյոք երրորդ անգամ, կասկածում եմ, բայց այն ինչ վերաբերում է Հայաստանին, ստեղծվել է բավական զավեշտալի իրավիճակ։ Տեսեք, Եվրոպան վճռել է, որ Ռուսաստանի փոխարեն այստեղ չպետք է տիրապետի Թուրքիան Ադրբեջանով և կտրուկ քայլեր է կատարում, որպեսզի փոխարինի Ռուսաստանին մեր տարածաշրջանում։ Եվ կարծես թե սա պետք է դառնար հայ ժողովրդի համար մեծագույն ոգևորության առիթ, համերաշխության, եղբայրության, սիրո, պատճառ, խթան, բայց արի ուտես, երբեք, ամենայն դեպս, որքան ես ապրում եմ, երբեք չեմ տեսել իմ հայրենիքը այդքան պառակտված և լցված ատելությամբ, մարդիկ միմյանց հանդեպ, այդ պառակտված հասարակությունը, որը արդեն ազգ չէ, որը արդեն ժողովուրդ էլ չէ, որը խմբակների, կուսակցությունների, ոհմակների բաժանված զանգված է և մեզ միավորում է ավելի շատ ատելությունը, քան սերը։ Եվ իհարկե, դրա հիմնական պատճառն է քաղաքական դասը, որը զավեշտալի կերպով իր իշխանությունը փորձում է հաստատել այդ ատելության միջոցով։ Եվ եթե 8 տարի առաջ դա բացատրվում էր նախկինների մերժելով, ապա հիմա դա ոչ մի կերպ չես կարող բացատրել։ Տեսեք, ինչի է պետք Նիկոլ Փաշինյանին այս ատելության քարոզը։ Ես նկատի ունեմ իհարկե վերջերս հնչած հայտարարությունը առ այն, որ Ղարաբաղը մերը չէր, ինչ ենք մենք այնտեղ կառուցել, ինչ ենք մենք այնտեղ ստեղծել, ճանապարհներ, տներ, գործարաններ, ոչ մի բան։ Սա այնպիսի զավեշտ է, սա այնպիսի սուտ է, որ անգամ Ադրբեջանի կողմից լավ ֆինանսավորվող Евроньюսի լրատվական բաժինը ապշել էր, մեկնաբանելով այսօր Հայաստանի վարչապետի խոսքերը և անվանել է այդ ճառը զարմանալի, ցնցող, շլացուցիչ, չգիտեմ էլ ինչ հոմանիշներ է օգտագործել Բարաբաս ազգանունով լրագրողը, որը մեծ հոդված էր նվիրել այդ հայտարարությանը, վերնագրելով Ղարաբաղը հայկական չէր եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ում է ուղղված այս զավեշտը։ Իհարկե ոչ հայ ժողովրդին, թեև ցավ և խորացող վերք դա պատճառեց հենց մեզ։
բայց ուղղված է դա դրսի լսարանի համար եւ շատ կոնկրետ մարդկանց ու երկրներին։ Ադրբեջանին բռնապետ Ալիևով, Թուրքիային բռնապետ Էրդողանով հանդերձ եւ Ռուսաստանի բռնապետ Պուտինին, որովհետեւ աշխարհում էլ ոչ ոք երևի պետական մակարդակով չի համարձակվի, չի հանդգնի պնդել, որ Ղարաբաղը մերը հայկականը չէ։ Գցել դա Եվրոպայի գրպանը ոչ ոքի մոտ չի ստացվի։ Եվրոպան կարծես կանխած գալով կանխարգելեց նման զարգացումները, երբ Ռոբերտա Մեցոլան Երևանում հայտարարեց, որ Ալիևի մեղադրանքները եւ պահանջները անհիմն են եւ անընդունելի։ Եվ խոսքը գնում էր շատ կոնկրետ բաների մասին։ Եվրոպան պաշտպանում է Արցախայցյան վերադարձի իրավունքը, մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման ոչ թե իրավունքը, այլ պահանջը, ինչպես նաեւ փոխհատուցման եւ մի շարք այլ մարդու իրավունքների ազգի ինքնորոշման վերաբերվող պահանջները, որոնք Ալիևը մերժում է եւ որոնք մերժում է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ու ես կրկնում եմ, ինչին է պետք Փաշինյանին այս ամենը։ Չէ՞ որ հենց Եվրոպայի աջակցությամբ միջազգային օրենքների վրա հիմնվելով ազգը միավորելով այդ նոր գաղափարի շուրջը ոչ թե կարելի էր, անհրաժեշտ էր եւ պետք է հասնել ճիշտ հակառակ նպատակին։ Այո, առանց տարածքային պահանջների ոչ թե կարելի, այլ անհրաժեշտ է պահպանել հայության եւ պատմական եւ մարդկային իրավունքները Արցախի վերաբերյալ։ Այո, եւ Արցախի վերադարձի, Արցախ վերադառնալու իրավունքը եւ այդ ամենը, ինչը ինչին Եվրոպան աջակցում էր Կոսովոյում, Սերբսկա Կրայինայում, Բոսնիայում, ավելին հայկական խաղապահ բատալյոնը, ավելի ճիշտ բատալյոնները այս տարիների ընթացքում պարբերաբար մասնակցում էին հենց Կոսովոյի խաղապահ պարեկությանը, ՆԱՏՕ-ի եւ Միավորված ազգերի կազմակերպության Եվրամիության մանդատով այնտեղ ծառայությանը, պաշտպանելով ազգային փոքրամասնությունները, պաշտպանելով եւ կոսովարների եւ սերբերի իրավունքները։ Ուրեմն Հայաստանը կարող է զորախումբ ուղարկել Կոսովո, պաշտպանելու այնտեղի ազգային փոքրամասնությունների իրավունքները, բայց միաժամանակ Հայաստանի կառավարությունը մերժում է անգամ գաղափարը հայկական իրավունքները պաշտպանելու Արցախում։ Ինչի համար է դա պետք Նիկոլ Փաշինյանին, ինչի է նա աղ լցնում մեր վերքերի վրա, ինչի է նա խնամում այս վերքը, բայց յուրահատուկ ձևով փոխանակ օգնի սպիացնել այն, բուժել այն, նա ոչ թե բալասան, այլ յուղ է լցնում, կրակ է լցնում այդ ամեն ինչի վրա։ Ինչի համար։ Ինչի համար է հայտարարում, որ Արցախը երբեք մերը չէր եւ ինչ ունենք մենք այնտեղ, ով է ասել, որ դա մեր հողն է։ Ես թեթև հաշվարկ արեցի, դուք բոլորդ կարող եք հաշվարկել։ Արցախի հանրապետությունը 12000 քառակուսի կիլոմետր էր։ Դա գրեթե Հայաստանի տարածքի գրեթե 1/3-ն է, մի քիչ, ամենայդեպս քառորդից ավել։ Եթե համեմատենք եւ հաշվարկենք Արցախի ոչ թե պատմական, մշակութային, քաղաքակրթական, այլ կադաստրային գինը, այն ինչի մասին սիրում է խոսել
իշխող կուսակցությունը, ապա եկեք գնահատենք համեմատելով հարևան Սյունիքի հետ, որտեղ եւ գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական գնահատված բերի եւ ոչ բերի հանքերի եւ պոչամբարների հետ միասին ենթադրենք գնահատում ենք հողի 1 քառակուսի մետրը 1000 դրամ կամ որպեսզի հեշտ լինի հաշվել 2 եվրո։ Այդ դեպքում 12,000 քառակուսի կիլոմետրը գնահատվում է 240 միլիարդ եվրո։ Դա միայն տարածքն է։ 240 միլիարդ եվրո դա Արցախի տարածքի շատ կոպիտ, մոտավոր նվազագույն արժեքն է, կրկնում եմ, եթե մենք հաշվենք, որ 1 քառակուսին արժի 1000 դրամ։ Իսկ եթե մենք հաշվենք, թե ինչ էր կառուցված եղել այդ տարածքի վրա։ Ես դուրս եմ գրել պաշտոնական տվյալները։ 12 քաղաք, 241 գյուղ, 75 գործարան եւ ֆաբրիկա, 232 դպրոց, 25 թանգարան, 4 համալսարան եւ 7 քոլեջ, 11 հիվանդանոց եւ 190 ամբուլատորիա, պոլիկլինիկա, բուժկենտրոն, 11 արվեստի դպրոց, 385 եկեղեցի, 60 վանք ու վանական համալիր, 2385 խաչքար, 4 ջրամբար, 5 ջրատար, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք, այդ թվում ոսկու։ Դե ինչ, հարգելի իշխանություն, դուք հասկանում եք, ինչի հետ եք դուք հիմա խաղ խաղում։ Սա համեստ հաշվարկներով 1 տրիլիոն եվրոյի գումար է, ընդ որում հասկանալի է, որ մշակութային քաղաքակրթական արժեքը անգին է, դա անհնար է գնահատել, բայց անգամ եթե փորձենք բերել դա կադաստրային գնի, միայն մեր հողը քառորդ տրիլիոն է, 240-250 միլիարդ եվրո, եւ ոչ պակաս քան 1 տրիլիոն համեստ հաշվարկով, այդ դա է գինը, որը դուք այդքան հեշտ հանձնել եք թշնամուն եւ հիմա փորձում եք համոզել մեզ, որ դա գին չունի։ Ինչպես էր Փաշինյանը արտահայտվում Շուշիի մասին, դժգույն դժբախտ քաղաք, Արցախի հայոց մշակութային մայրաքաղաք, որտեղ դեռ 100 տարի առաջ հայկական թատրոններ եւ թերթեր էին հրապարակվում։ Ախր ինչի համար է այս ամենը։ Դա է դժվար հասկանալ, ոմանց դժվար է հասկանալ։ Լավ, եթե վերքը մեր ընդհանուրն է, եթե ցավը ընդհանուր է, ապա ազգային համերաշխությունը մեր բարի ժողովրդի համար վեր է այդ կուսակցական գզվռտոցներից։ Հայերը ներողամիտ ժողովուրդ են։ Ուրեմն ընդամենը պետք է արթնացնել մարդկանց մեջ այդ գթասրտությունը, այդ մարդասիրությունը եւ
հայրենասիրությունը, սերը իրար հանդեպ, բայց սեր և սրտիկ մի ուրիշ բանի նման խորհրդանիշ դարձրած իշխող կուսակցությունը սիրո մասին խոսում է այնպիսի ատելությամբ, մեր պատմության, մեր արժեհամակարգի, մեր արժեքների մասին, մեր մշակույթի մասին, Արցախի մասին, մեր նահատակների մասին, ազգային ազատագրական պայքարի մասին, այն ամեն ինչի մասին, ինչը մեզ հայ է դարձնում, խոսվում է այնպիսի ատելությամբ և ամենակարևորը այդպիսի ատելությամբ արվում է այդ ամենը ի հեճուկս մեր արժեքների, մեր ինքնասիրության, մեր ինքնության, որ բացատրել դա գրեթե անհնար է։ Իրականում կարելի է բացատրել և պետք է բացատրել։ Ցավոք սրտի իշխող խումբը, որը ճակատագրի բերումով հայտնվեց ճակատագրական պահին իշխանության ղեկին, տառապում է այսպես կոչված Ստոկհոլմյան սինդրոմով, պատանդի բարդույթով, որը ստիպում է նրանց հաշտվել դահիճի հետ և պաշտել նրան, և այդ մազոխիզմը, որը աճել է նրանց մեջ, վերածվում է սադիզմի ազգակիցների նկատմամբ։ Այսինքն, այս յուրահատուկ սադոմազոխիզմը, որով տառապում են ներկայիս իշխանությունները, ծանրագույն հոգեբանական, հոգեբուժական խնդիր է, որը իհարկե պետք է բուժել, բայց մենք ժամանակ չունենք բուժելու նրանց, որովհետև ողջ երկիրը, ողջ ազգը վիրավոր է, առնահոսություն է մեր մեջ և նրանք շարունակում են չարչարել, բզբզել, քայքայել այդ չսպիացող վերքը մի նպատակով, որպեսզի իրենց պարտությունը, իրենց սխալները լղոզեն, սվաղեն և դարձնեն ընդհանուր։ Դուք էլ եք մեր պես, դուք մեզնից վատն եք և ձեր ֆոնի վրա մենք մեզ չպետք է վատ զգանք։ Դա մեր պարտությունը չէ, դա ձեր պարտությունն է։ Դա մեր պատմությունը չէ, չկա այդպիսի պատմություն, դա սուտ է, դա կեղծ է։ Գիտեք ինչ, եթե դա լիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով սկզբունքորեն ջատագովն էր այդ հակագաղափարախոսության, ով ազգային գաղափարախոսությունը ի սկզբանե համարում էր կեղծ կատեգորիա, ով 92 թվականին դեմ էր Շուշիի ազատագրմանը, դա կոմանդոսն էր ասել, նաև ինձ էր ասել։ Պատերազմ գնալուց առաջ մենք գնում էինք հենց Դոսաֆից և հրաժեշտ տալուց առաջ ես մի հարց տվեցի կոմանդոսին Շուշիի ազատագրման նախորդող օրերի մասին և նա հաստատեց այն, ինչ ես լսել էի ուրիշներից, այո, Տեր-Պետրոսյանը դեմ էր Շուշիի ազատագրմանը Թեհրան գնալուց և վերադառնալուց գործից ազատեց գեներալ Տեր-Թադևոսյանին, կոմանդոսին։ Տեր-Պետրոսյանը դեմ էր 93 թվականի Քարվաճառի ազատագրմանը, դեմ էր Նախիջևանում գործողություններին, որոնք կարող էին ծավալվել և ազատագրեին մեր հնագույն հայրենիքի սիրտը, Նախիջևանը։
դեմ էր շատ ու շատ այլ բաների, բայց նրա դեպքում դա գաղափարախոսություն էր։ Փաշինյանի դեպքում դա այդպես չէ։ Նա մեզնից մեկն էր, չէ՞, նա հայտարարում էր, կրկնում էր Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը Արցախ Հայաստանը եւ վերջ, կրկնում էր դա Շուշիում, կրկնում էր դա Թեհրանում, Երևանում, կուրս կերծեցում, նա մեզ էր կանչել պատերազմի, այդ թվում նաև ինձ, ես իրավունք ունեմ այդ հարցը նրան տալ, ես երկու պատերազմի մասնակից եմ, և դա ոչ միայն իմ ժողովրդի պատմություն է, դա նաև իմ անձնական կենսագրության մասն է, և ջնջելով դա, Նիկոլ Փաշինյանը փորձում է ջնջել նաև իմ կյանքը։ Գիտեք, տարիներ առաջ, երբ 21-22 թվականին մենք սկսեցինք համագործակցել արտախորհրդարանական ձևաչափով, ես ասել էի նրան, եթերում էլ եմ այդ մասին պատմել, պարզապես այս առիթով պետք է կրկնեմ դա, մի առաջարկ է արել նրան և դա բոլոր այդ մասնակիցների ներկայությամբ էր արված, վկաներ կան, շուրջ 10 հոգի։ Ասացի, եթե դուք գլխավոր եք ապագաղութացման շարժումը Ռուսաստանից ազատագրելու Հայաստանը, ապա մեր ժողովուրդը կների ձեզ և մեզ այդ պարտությունը, որովհետև կիմաստավորվեն մեր կորուստները և զոհերը, դա ազգային ազատագրական պայքար կլինի, դա տրամաբանական կլինի մեր դարավոր պայքարի համար, դա մասն է լինելու մեր երազանքի, և դուք պարտված, կոտրված կդառնաք նորից առաջնորդ, և մենք չպետք է մրցակցենք այս առումով ձեզ հետ, դուք եք ընտրված վարչապետը, վերցրեք այդ դրոշը։ Ինչով է սա այս ամենը ավարտվել։ 2026 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ֆեյք էր, կեղծիք, որ շարժման էջը պետք է փակել, այսինքն ազգային ազատագրական պայքարը, որ Արարատի մասին խոսելու նայել անգամ այդ ուղղությամբ պետք չէ, որ մեր ամբողջ պատմությունը և գաղափարախոսությունը նույնպես սուտ է, կեղծ է, փուչ է, և դա մեր հողը չի եղել և չի լինի։ Ես դառնությամբ եմ ասում այս ամենը, որովհետև մեր ժողովուրդը չի հաշտվի նման ստորության և ստորացման հետ։ Սա մեծագույն քաղաքական սխալ է, բայց եթե դա լիներ գոնե մեր ներսում, մեր ներսի խոսակցությունները, մի բան, դա հայտարարվում է իլուր աշխարհի, դա շարունակում է պառակտել ազգը, վարկաբեկել մեզ, թուլացնել և ուժեղացնել մեր թշնամիներին։ Եվրոպան դա երբեք մեզնից չէր պահանջել և չի պահանջում, ճիշտ հակառակը։ Եվրոպան հարգել և հարգում է դիմադրությունը, արժանապատվությունը, հպարտությունը, ազգային արժեքը, ահա ինչու Եվրոպան օգնում է դիմադրող Ուկրաինային, դիմադրող Մոլդովային, ահա ինչու Եվրոպան երես է թեքել թշնամու դայճի հետ հաշտվող Վրաստանից, և այս պայքարը, որը Եվրոպան հիմա մղում է Հայաստանի համար, իմաստ կունենա, միայն եթե Հայաստանը վարվի ինչպես եվրոպական ազգ,
այսինքն արժանապատիվ, դիմադրելով թշնամուն եւ պաշտպանելով մեր խորագույն ազգային եւ այդքանով նաեւ եվրոպական արժեքները։ Բաժանորդագրվեք, գրեք ինչ եք մտածում այս ամենի մասին։ Վաղը մենք կշարունակենք մեր խոսակցությունը։ Ստեսություն։